Սուտ լուրերի նոր խմբականակի ամենաթարմ երկու օրինակն է, երկուսն էլ մարտի 2-ին են ներբեռնվել հարթակ ու չնայած բովանդակությունը նույնն է, բայց մեկը Ալ Ջազիրային է հողում անում, մյուսը Եվրոնյուզին։ Ամեն մեկն առանձին մեկ օրում 100,000-ից ավելի դիտում արդեն ունի։ Ըստ X-ի անհայտ ծագման օգտատերերի, ԱՄԷ-ի դեմ հարձակումների հետևանքով վնասվել են տասնյակ հայտնի մարդկանց բնակարաններ՝ Թոմ Հենքսինը, Ռայան Ռեյնոլդսինը, նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։ Իբր այս օրերին էլ հայկական սոցհարթակում ամենաքննարկվող թեման Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում միլիոնավոր դոլարների հափշտակման հարցն է։ Ու իբր լուրը հերքել է նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ասելով Նիկոլ Փաշինյանը 170 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք չունի արտասահմանում, իբր ունեցածը չի գերազանցում 70 միլիոն դոլարը։ Ամբողջությամբ հորինված են եւ չեն համապատասխանում իրականությանը, Նազելի Բաղդասարյանն է արձագանքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ Նախընտրական շրջանում գործ ունենք դասական Foreign Information Manipulation and Interference մեխանիզմի հետ, որտեղ կիրառվում են մի քանի բնորոշ գործիքներ՝ կեղծ վերագրում հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներին, նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։ Ինչպես միշտ, նույնաբովանդակ նյութերի միաժամանակյա շրջանառումը տարբեր անանուն հաշիվներից, բոտային եւ կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված տարածումը թեմային արհեստական թափ հաղորդելու նպատակով է արվում։ Եվ դա առաջին անգամ չէ, գիտեք, եղել է նաև Հայաստանի Հանրապետության ներսում տարածվող լուրեր, որոնք իրականության հետ աղերս չեն ունեցել, բայց հասարակության մի մասսայի մոտ, մի զանգվածի մոտ հավատ է եղել, որ այդպիսի բան տեղի ունենում։ Մի թիրախը նախընտրականն է, մյուս թիրախը պետությունն է, պետության զարգացումը, եւ սա է ամենավտանգավորը։ 10 օրում 10-ից ավելի այսպիսի տեսանյութ առանց հիմնավորման բոլորի թիրախում Հայաստանի կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանն են եւ բոլորն էլ տարածվում են հեղինակավոր մեդիաների տարբերանշաններով՝ Bloomberg, Reuters, CNN, Euronews, Le Point, մինչդեռ այդ մեդիաներից գոնե մեկը այդպիսի կամ նմանատիպ տեսանյութ իրական հարթակում չի հրապարակել։ Հիմնական թիրախը այս դեպքում արդեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն են։ Օրինակ ես երեք զրուցում էի ֆրանսահայերի հետ եւ այնտեղ շատ մեծ անհանգստություն կա, թե ուր է գնում Հայաստանը, ինչ խնդիրներ է ունենում, արդյոք մենք թրքացվում ենք, ինչպես օրինակ փորձում են ներկայացնել եւ դրանով իրենք փորձում են թիրախավորել եւ ազդել, որպեսզի նաեւ այդ սփյուռքահայերը իրենց արդեն կապերով, իրենց կողմից նաեւ տարածվող լուրերով, Facebook-ում, X-ում, այլուր ազդեն այստեղի արդեն մեր համակարգացիների վրա, որպեսզի իրենք էլ մտածեն, որ այդ դրսից տեսնում եք, դրսից ուրեմն եթե ասում են մի բան կա։ Ինչի մասին են կեղծ տեսանյութերը։ Այս մեկն օրինակ ասում է, թե 2025-ի նոյեմբերից Հայաստանի խոշոր ընկերությունների բաժնետերերը ադրբեջանցի գործարարներն են ու նրանք են վերահսկում բիզնեսի ավելի քան կեսը։ Այս մեկն էլ պնդում է, թե Հայաստանում իսլամի պաշտպանության մասին օրենք է ընդունվում, որով քրեականացվում է Մուհամմեդ Մարգարեի հասցեին քննադատությունը։ Թուրքական մի շարք աղբյուրներ ակտիվ այդ կեղծիքը շրջանառում են։ Հիմա իրանք ինչ են ուզում ասեն, այ տեսեք մեր հոգևորականներին, սրբազաններին բանտարկեցին, խզում են առաջացնում, հոգևոր արժեքների նկատմամբ եւ մեզ իսլամազացնում են, փաստորեն իսլամն են բերում։ Միջազգային մամուլից տեղական լրատվամիջոցներ այս մեկն էլ Armen Press-ի անունից հորինված սուտն է, իբր 2028-ից նոր պատմության դասագրքեր կլինեն, որտեղ հայոց ցեղասպանության զոհերի թիվը 40%-ով քիչ կլինի։ Այստեղ եւս Նազելի Բաղդասարյանի կողմից երբեք չասված մեջբերում կա։ Զավեշտի հասնող լուրեր են ստեղծում, կարծում է քաղաքագետը, կարելի էր ծիծաղել, եթե հավատացողներ չլինեին։ Դա նաեւ վնասում է կոնկրետ պետությանը, որովհետեւ այստեղ խզում է առաջանում Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ։ Մինչդեռ այսպիսի լուրերը ոչ միայն հասարակության վրա էմոցիոնալ տագնապային ազդեցություն են թողնում, այլև ազդում պետության վարկանիշի վրա։ Այդ 100,000-ից քանիսը կմտնի Ալ Ջազիրա կամ Euronews ու կստուգի իրականում հրապարակել են այդպիսի նյութ, թե ոչ, ու այդպես նաև միջին վիճակագրական եվրոպացին կարող է հավատալ, թե Հայաստանում այդպիսի բարքեր են։ Խոսքի ազատությունը պետք է ավարտվի այնտեղ, երբ սկսվում է ազգային անվտանգությունը։ Եվ երբ քո խոսքի ազատությունը օգտագործելով դու վնասում ես պետականությանն ու անվտանգությանը, սա խոսքի ազատության մասին չէ, սա խոսքի ազատության չարաշահման մասին է, գիտակցված չարաշահման մասին է։ Տեսանյութերի մի մասն էլ հենց ընտրությունների մասին է։ Պոլիտիկոյի տարբերանշանով տեսանյութը պատմում է, թե Փաշինյանը ճնշում է հայաստանյան խոշոր գործարարներին, պահանջելով ֆինանսավորել իր ընտրաշավը։ Ֆրանսիական Le Point-ի անունից էլ ասում են, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների ավելի քան 70%-ը
ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Ինչպես նախորդ ամիսներին, այսօր էլ նոր շեշտադրումներով կեղծ լրահոսի կենտրոնում նաև Աննա Հակոբյանն է։ Անհայտ ծագման օգտատերեր անհայտ աղբյուրներից լսած լուրերով ասում են, թե Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի ամուսնալուծության պատճառը Փաշինյանի կողմից նրան փոխնախագահի պաշտոն չտրամադրելն է։ Հեղինակավոր մեդիայի անունից կեղծ բովանդակության ստեղծում եւ համաժամանակյա տարածում բոտերի միջոցով ձեռագիրը ծանոթ է, բայց համադրված նոր գործիքակազմով, շարունակում է Բլեյանը։ Մոլդովայում բոլորին վերջերս կիրառվել է, շատ ուժեղ կիրառվել են, որում 2 անգամ թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունների ժամանակ այդ գործիքակազմը չեք հավատա, բայց նույնիսկ Ադրբեջանում են օգտագործում ռուսները, որովհետև Ադրբեջանը, որը չի լինելով ժողովրդավարական, բայց այնտեղ նրանք նույնպես փորձում են այսպիսի նարատիվներով ազդել ադրբեջանցի քաղաքացիների եւ Ադրբեջանի իշխանության վրա եւ ամբողջ հետխորհրդային տարածքում իրենք փորձում են նույնիսկ այն երկրները, որոնք շուտվանից անկախացել են եւ արդեն Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամներ են, դիցուք Բալտիկ երկրները, այնտեղ իրենք փորձել են որքան հնարավոր է ազդել։ Վերջին ամիսներին այսպիսի անընդհատ հայտնվող տեսանյութերն ու տեղեկությունները դիտարկելիս ոլորտի փորձագետները եւս շեշտում են։ Սա հիբրիդային հարձակում է։ Այո, տեղեկատվական արշավում 2 մեծ թիրախ է։ Եվրոպացի գործընկերները եւ Հայաստանի ներհայաստանյան լսարանը։ Առաջատարը Հայաստանի դեմ աշխատող միշտ եղել է Ադրբեջանը, շատ դեպքերում նաեւ Թուրքիայի հետ համադրված։ Այս պահին կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունը ավելի ակտիվ է Հայաստանում աշխատում։ Իրինա Կրչյան, Արման Թովմասյան, լուրեր։